Ռոբերտ Քոչարյանի ուրեմն մտածելակերպի եւ մտայնության մեջ եւ իր ուղեղում տեղավորվում են 3 մարդ։ Առաջինը ուրեմն խոսքս երկուսը կենթանի են, առաջինը հայ առաքելական եկեղեցին բռնազավթած Կտրիչ Ներսյանն է, որը դարձել է այսօր վրեժխնդիր ուժերի ձեռքին գործիքակազմ իշխանությունը օրինական տապալելու համար, երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է, իր բազմաթիվ չարագործություններով, ես պիտի ասեմ, խոսքս չի վերաբերում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդին, կրկնում եմ դա, որտեվ միայն այդպիսի ուրեմն դաշնակից ուրացողը եւ այդպիսի ուրեմն դաշնակցային հարաբերությունները անտեսողը տասնամյակների կամ հարյուրամյակների ընթացքում ձևավորված այդ հարաբերությունները կարող էր դնել զոհասեղանին եւ դավաճանական կերպով ինչպես Արցախը, այնպես է շուրջ 250 քառակուսի կիլոմետրը ուրեմն անթաքույց կերպով Ադրբեջանին հանձնելու գործում կանգնել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների կողքին։ Եվ երրորդը, որը